Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի։ Ես եմ շնորհակալ ժամանակ գտնելու համար։ Պարոն Մեհրաբյան, այսպես ամենաակտուալ արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունից սկսենք, ձևավորվեց դաշինք, արդեն պաշտոնապես Իսրայել, Հունաստան, Կիպրոս, այդ դաշինքի անդամներից երկուսը առնվազն բարեկամական երկրներ են Հայաստանի Հանրապետության համար, այդ դաշինքը արդեն Էրդողանը կնքել է սատանայական դաշինք անվանումով եւ ենթադրել նաեւ որ Թուրքիան պետք է պատրաստվի պատերազմի ճիշտ է Սիրիայի տարածքում ինչ փոփոխ լինի կոտրվելու է Սիրիայի գլխին այս ընթացքում բայց Հայաստանում քիչ չեն այսպես մեկտաբանությունները ես համենայնդեպս մի քանիսին արդեն հանդիպել եմ որ պետք է ոչ այնքան գրական բառով բզբզալ կապնել այդ դաշինքին, որովհետև Թուրքիան մեր թշնամին է, ճիշտ է Իսրայելն էլ առանձնապես բարեկամ չի, բայց Թուրքիան մեր թշնամին է։ Պետք է թե չէ։ Իհարկե, սա շատ կարևոր իրադարձություն է, որը տեղի է ունենում մեզ հարևան տարածաշրջանում, դա Մերձավոր Արևելքն է, դա միջերկրական ծովի արևելյան մասն է։ Եթե հաշվի ենք առնում մեծ Մերձավոր Արևելք հասկացությունը մեր տարածաշրջանն է։ Դա էլ պայմանականություններ են։ Համենայնդեպս դա մեզանից հեռու չէ։ Եվ այո, այդ երկրները ունեն բոլոր պատճառները իրար հետ, որոնք թե ցամաքում, թե ծովում ունեն պատճառները իրար հետ անվտանգային եւ պաշտպանական օրակարգեր ներդաշնակեցնելու։ Դրանք երկրներ են, որոնցից երկուսի հետ Հայաստանն ունի շատ սերտ հարաբերություններ, որոնք ունեն նաև միտում խորանալու եւ դա միանգամայն նպաստում է Հայաստանի շահերին, Իսրայելի հետ էլ մենք նոր էջ ենք սկսել հարաբերությունների եւ այդ օրակարգով առաջ ենք գնում բավականին արագ եւ դա եւս բխում է Հայաստանի շահերից, սակայն հարաբերությունների խորացումը ընդդեմ Թուրքիայի չի մտնում եւ չի կարող եւ չպետք է մտնի Հայաստանի օրակարգի մեջ։ Կարող եմ ապացուցել թե ինչու, որովհետեւ Հայաստանը Թուրքիայի հետ ունի ուրիշ օրակարգ։ Եվ որքան էլ որ այսպես այն իներցիոն մտածողությամբ մենք կարող ենք այս ամենում տեսնել Հայաստանի մասնակցությունը, հա, բայց մյուս կողմից էլ դա նշանակում է ուղղակի քարկցել մեր տարածաշրջանային շահերին, որին մեզ չեն գալու եւ մեր փոխարեն, հա, խնդիրներ լուծեն ոչ Հունաստանը, ոչ Կիպրոսը, ոչ էլ Իսրայելը։ Եկեք ճիշտ հասկանանք։ Եվ Հայաստանն այստեղ կարող է վերածվել ուղղակի որպես մանրադրամի։ Ավելին ասեմ, մենք երկկողմ ձևաչափով, իսկ Հունաստանի եւ Կիպրոսի հետ եռակողմ ձևաչափով հարաբերություններ զարգացնելով, մենք եւս հակաթուրքականությունը որպես համատեքստ չենք համարում։ Եվ դա ճիշտ է, որովհետեւ երկուսն էլ նախ Եվրամիության անդամ են, Եվրամիություն, որին անդամակցելու հետ կապված մենք ռազմավարություն ենք իրականացնում եւ ունենք օրենք լիիրավ անդամակցության քաղաքական կուրսի մեկնարկի մասին։ Իսկ Հունաստանը նաեւ ՆԱՏՕ-ի անդամ է, որին անդամ է նաեւ Թուրքիան։ Բայց որ այստեղ աշխարհը սև սպիտակ չի եւ ժամանակն է մենք ուղղակի ավելի բծախնդիր լինենք այն ամենում թե ինչն է լավ, թե ինչն է վատ։ Իսկ այդ չսև եւ չսպիտակ աշխարհում հիմա տեսեք հիպոթետիկ բան ենք քննարկելու։ Համենայնդեպս ես մի քանի այդպես տեղեկատվություն աչքովս ընկա, որ Թուրքիան արդեն սկսել է Ադրբեջանից ուղիղ պահանջել դադարեցնել բոլոր տեսակի շփումները Իսրայելի հետ, համագործակցություն, ռազմավարական գործակցություն եւ այլն։ Եվ ինչ որ մի պահի Բաքուն ստիպված է լինելու այդ որոշումը կայացնել կամ այս կողմ կամ այն կողմ։ Այնտեղ արդեն սև ու սպիտակի է բաժանվում տարբերություն Հայաստանի, որը այդտեղ էլ սև սպիտակ չի։
Հիմա Հայաստանը դրանից օգտվելու է թե չէ։ Եթե ել եմ ասում, տեսական նման իրավիճակ։ Հայաստանն այդ արանքները չպետք է մտնի։ Հայաստանն ունի իր օրակարգը Ադրբեջանի հետ, իր օրակարգը Թուրքիայի հետ, իր օրակարգը Իսրայելի հետ կամ չգիտեմ 4-րդ, 5-րդ, 10-րդ այլ երկրների հետ։ Նրանք իրար մեջ ինչ ունեն, ինչ չունեն, այդ արանքներում Հայաստանը չպետք է մտնի, որովհետև այդտեղ ոնց որ ժողովուրդն է ասում, բռնելու բան չկա եւ չի կարող լինել։ Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ տարաձայնություններին կապված Իսրայելի հետ, դրանք չպետք է այսպես ճակատագրական համարել, շատ բարձ պատճառով։ Նավթը դուրս է գալիս Բաքվից եւ հասնում է Ջեյհան նավահանգիստ, որտեղից նավթը ուր է գնում։ Գերազանցապես Իսրայել։ Վերջ։ Սա է էական։ Ով ինչ է ասում, ինչ չի ասում, դա մի բան է, ինչը գետնի վրա տեղի ունենում, դա է էականը։ Բացի դրանից էլ Թուրքիան Սուննի աշխարհում առաջնորդության խնդիր է ուզում լուծել եւ դա անում է այսպես հակաիսրայելական ռետորաբանությունը որպես գործիք օգտագործել։ Ադրբեջանը սուննի երկիր չի։ Եվ Ադրբեջանն էլ իր օրակարգն ունի Իսրայելի հետ, չի քննարկում թե Թուրքիան ինչ է անում եւ ինչու։ Պարզապես իր օրակարգն է իրացնում։ Թուրքիան խանգարում է դրանում, ընդհակառակը։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան մասն է Իսրայել Ադրբեջան համագործակցության։ Իսրայելի համար ինչու է կարևոր համագործակցությունն Ադրբեջանի հետ, բացի բիզնեսից։ Իսրայելը բախվում է մուսուլմանական աշխարհի բոյկոտին եւ այդտեղ Ադրբեջանը բացառություն է եւ Իսրայելի փոխարեն ես լինեի, դուք լինեիք, անելու էին նույն բանը։ Ադրբեջանի հետ, այո, եթե ստացվում է, պահելու ենք ամենաբարձր մակարդակի հարաբերությունները ամրապնդված թե բիզնեսով, ամրապնդված թե ռազմական համագործակցությամբ։ Վերջ։ Սա եկեք հասկանանք հետեւյալը, հա, որ անձնական ոչինչ, միայն բիզնես, նաև քաղաքականություն։ Շահ։ Քաղաքականությունը շահերի ֆունկցիա է, մաթեմատիկորեն ասած։ Այդ դեպքում լավ, եկեք անցնենք հաջորդ թեմային, մի քիչ նեղացնենք աշխարհագրությունը։ Կամ ասենք ոչ թե նեղացնենք, այլ լայնացնենք, ընդլայնենք դեպի հյուսիս, այս դեպքում։ Ընդլայնեցինք։ Հիմա տեսեք, պարոն Մերաբյան, կա թրիփը, Ռուսաստանը վերջերս հայտարարեց, որ իրենք շատ ուրախ են, որ այդ ծրագիրը իրականացվել է, որ իրենք իրենց հնարավորությունների սահմաններում չափով կմասնակցեն այդ ծրագրի իրականացմանը, ինչպես ես չգիտեմ, բայց ասեցին, որ կարող ենք համագործակցել, կքննարկենք եւ կարող ենք, չէ, պետք է։ Պետք է, հա, պետք է։ Նույնիսկ առանց մեզ հնարավոր չէ։ Այս ձև։ Հա, իմպերատիվ ձև։ Լավ։ Okay։ Հիմա տեսեք, կա մտավախություն, այդ թվում նաև դուք ունեք այդ մտավախությունը, որ Ռուսաստանը փորձելու է տապալել այս ծրագիրը, այսինքն ոչ թե մասնակցել, այլ տապալել ծրագիրը, դրանք երկու բաներ են, որովհետև տեսեք, մի քանի օր իմ ձեր գործընկերներից նկատի ունեմ փորձագիտական դաշտից նաև հյուրերից մեկը ասեց, որ եթե հանկարծ Հայաստանը թույլ տա, որ Ռուսաստանը ինչ-որ ձևով ներգրավվի Մեղրի ճանապարհի այդ ծրագրում, որը հիմա կոչվում է պայմանական TRIP, դա կլինի Հայաստանի աշխարհաքաղաքական մեծագույն պարտություններից մեկը, եթե ոչ մեծագույնը։ Հիմա մենք ինչ պիտի անենք, այսինքն այն ինչ անում ենք։ Պիտի ասենք չպետք է մասնակցել։ Գիտեք ինչ, ես հազարով մի հարցեր ունեմ մեր կառավարությանը, բայց այս դեպքում կառավարությունը գնում է, այսպես ասենք, օպտիմալ ոչ կոնֆլիկտային ճանապարհով։ Շատ լավ, ուզում եք թրիփին մասնակցեք, չէ, թրիփին չի լինի, որովհետև թրիփի հետ կապված կա շատ կոնկրետ պայմանավորվածություն եւ այնպես չի, որ միայն մեր ուզելով կամ չուզելով է, որովհետև երրորդ կողմի ներգրավումը պետք է լինի հայ-ամերիկյան կոնսենսուսի արդյունքում։ Դա մեկ։ Երկրորդը, ի վերջո այդ թրիփը ինքնանպատակ չէ, թրիփը կառուցվում է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման տրամաբանության մեջ։
ուզում եք դրան մասնակցեք, համեցեք եւ մատնացույց անում, թե որտեղ գործ կա անելու։ Մասնավորապես Գյումրի Կարս, այսինքն Գյումրիից մինչև Թուրքիայի սահման։ Ղազախ Իջևան, Երասխ Սադարակ։ Կանեք, ընդ որում սենց այն աչկա չափով, հա, դա մոտ այն ու այնա շատ արագ, հա։ Դա $1 միլիարդ մոտավորապես ծախս է։ Հիմա զուգահեռաբար մենք կարդում ենք ռուսական մամուլը, որը գրում է RЖD-ի մասին, այն այսպես կոչված Z public-ները։ Ինչ են գրում, որ դա ներսից մի խայտառակ թալանված ընկերություն է, պետական, սարսափելի թալանված մենեջմենտի կողմից, որտեղ մի մեծ անցք է գոյացել պարտքերի։ Եթե չեմ սխալվում, $2 միլիարդ կարգի։ Հիմա նրանք պետությունից փող են ուզում միայն այդ անցքը փակելու համար։ Պետությունը չի տալիս։ Հիմա Փաշինյանը փաստորեն դիմում է այդպիսի ընկերությանը նման առաջարկով էնել արագ, էնել $1 միլիարդ ներդրում անելու։ Այստեղ հարցը հետևյալն է. մենք ամենայն դեպս դեռ ռուսական կողմից որևէ արձագանք չունենք վարչապետի այս կոչին ո՞նց է վերաբերվում Ռուսաստանը։ Չէ, Օվերչուկը 3, եթե չեմ սխալվում, ինչ որ բաների մասին խոսել է, ապաշրջապակում, բայց հա, չէ, այդ թեմայից խուսափել։ Ահա, ինչի, որովհետև ասելու բան չկա։ Հնարավորություն չկա դատելով մեր այս ունեցած բաց տեղեկատվությունից եւ հիմա շատ կարեւոր է հասկանալ Ռուսաստանի այս լռությունը մենք մինչեւ երբ ենք համարելու նորմալ, հա, այնց որ ինչքան ժամանակ է պետք իրենց, որ կողմնորոշվում են, թե ինչ կարող են, ինչ չեն կարող անել։ Ես սա համարում եմ խելամիտ ժամկետը 2 ամիսը, փետրվարի վերջ մինչև, որից հետո Հայաստանը պետք է այնինչ տեղի ունեցավ հեծի հետ, նույնը պետք է տեղի ունենա, ինչը շատ ավելի հեշտ հարց է, որովհետև ունեցվածքը մերն է։ Այնտեղ ընդհանրապես կոնցեսիոն կառավարումը մենեջմենտին ուղղակի տուն ճանապարհի եւ վերցնի մենեջմենտին տուն ճանապարհեցինք ենթադրենք։ Այդ ենթակառուցվածքները պետք է մասնագետներ ունենան, ստիրություն անես, պետք է ֆինանսական ռեսուրսներ ներդրես, իսկ այնտեղ ահռելի գումարների մասին է խոսքը, որտեղ նույնիսկ այն ժամանակ, երբ էս ամենը չկար, այս խոսակցությունները գոյություն չունեին դեռ հնարավոր ապաշրջապակման մասին, բայց տեսական, երբ նույնիսկ հաշվարկային թեմայով գնում էին մասնագետները, ինչ որ բաներ էին խոսում, նույնիսկ եթե խոսքը վերաբերում էր աբխազական երկաթգծի, ասում են եղբայրներ եւ քույրեր, հարգելի։ Մեր ներքին ցանցը չունի այդ ռեսուրսը, այդ ամենը սպասարկելու համար։ Հիմա էլ չունի։ Բայց հետո ինչ ենք անելու։ Դե մեզ պետք է այլ կոնցեսիոներ, այսպես ռազմավարական առումով։ 1 Երկրորդը բնականաբար նենց չի, որ մենք այդ կոնցեսիոներին տուն ճանապարհելուց, մենեջմենտը տուն ճանապարհելուց հետո հենց հաջորդ առավոտ ժամը 6-ին կունենանք նոր կոնցեսիոներ։ Անցման մի շրջան է պետք։ Պետությունը այնպես ինչպես հեծի պարագայում, այո, պետք է կառավարիչ եւ կառավարող խորհուրդ նշանակի ընթացիկ հարցերի լուծման համար եւ այո, այդ առնվազն Գյումրի ախորիկ հատվածը, Երասխ Սադարակ հատվածը, որը ուղիղ, այսպես ճանապարհ է եւ ռելիեֆի բարդություններ չկա, պետությունն այո պետք է իր միջոցներով դա կառուցի։ Հայաստանը պետք է ձեռք բերի այդ երկաթուղիների կառուցման եւ վերականգնման տեխնիկա եւ արագացնի այդ process-ները։ Ես չգիտեմ, բանվորական ուժը Հայաստանում կբավարարի, եթե չբավարարի գուցե Կենտրոնական Ասիայից հրավիրվի, հա, որը ես կարծում եմ Հայաստանի պարագայում հաշվի առնելով շատ ու շատ հարցեր երևի լավագույն տարբերակն է, հա։ Եվ այդ աշխատանքները օր առաջ սկսելու համար մենք ժամանակ չունենք։ Ուղղակի ժամանակ չունենք։ Երբ այս տրիփի մասին, ասենք, այն օգոստոսի 8-ին այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց եւ 10-ներ, 11-ներ հնարավորություն ունեցա մամուլով միջոցով տեսակետս հայտնել, ինձ հարց տվեցին, որն է տրիփի ամենավտանգավոր կողմը, ես ասացի մի բան, դա
մեր դանդաղելն է, որ այդ դանդաղելու պատճառով թրիպը մեր ձեռով մերցնենք։ Նույնը ապաշրջափակման հարցերում, եթե մենք դանդաղում ենք, մեզ շրջանցում են։ Շրջանցելու է լիքը հնարավորություններ ու տեղեր կան։ Մեր պետությունը աշխարհագրությամբ այնպիսի կրիտիկական նշանակություն չունի, ինչպես ասենք ունի Ադրբեջանը, հա, որովհետև այդ միջին միջանցքում միակ օղակն է, որը այլընտրանք չունի ուղղակի։ Իսկ Հայաստանին կգտնեն այդ այլընտրանքը։ Հիմա մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք, որ մեր միջոցով դա լինի, թե մեր միջոցով դա չլինի։ Դա ամբողջ հարցը սրանում է։ Եվ ըստ այդմ էլ կառուցենք մեր հաշվարկները, ինչն է մեզ ձեռնատու, ինչը մեզ ձեռնատու չէ, ում հետ աշխատելն է ձեռնատու եւ ում հետ աշխատելը ձեռնատու չէ։ Սա է տրամաբանությունը։ Եթե գնանք այդ տրամաբանությամբ, մեզ հյուսային հատվածը շատ ավելի ձեռնտու է տնտեսապես նկատի ունեմ, հաշվի առնելով, որ այնտեղ երկաթգծի երկարությունը շատ ավելի լայն է ու շատ ավելի եկամտաբեր է դիմացող լինելու, քան ասենք Մեղրիի ճանապարհը, որը 47 կիլոմետր է, բայց Մեղրիի ճանապարհը քաղաքական առավելություններ է տալիս, ճիշտ է։ Իհարկե։ Լավ։ Հիմա այս ամենի համակցումը, տեսեք, դուք հիշատակեցիք, որ վարչապետը Ռուսաստանին նման առաջարկ արեց։ Հիմա այստեղ բնականաբար այս ակտիվանալու են մարդիկ, որոնք ասել են վարչապետը դա արեց հատուկ, որ Ռուսաստանից ես չունեմ այդ միջոցները, ես չեմ կարող դա անել կամ չեմ ցանկանում անել, եւ այլն, ու դրանով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման։ Առանց այդ էլ մի բան չէ։ Այո, միտումնավոր է անում, որպեսզի մենք հասկանանք Ռուսաստանը մեզ պարտներ է, թե Ռուսաստանը մեզ պարտներ չէ։ Իսկ ինչ անի ուրիշ։ Եվ շուտ պետք է աներ։ Ասենք օգոստոսի 8-ից հետո օգոստոսի 9-ին պետք էր այս խոսակցությունը բարձրացնել, բայց ոչինչ, դեկտեմբերին, թող լինի դեկտեմբերին, պատմության մեջ դա չնչին ժամանակահատված է, բայց այս դեպքում այո, դա ուշացում, եկեք ֆիքսենք։ Ի վերջո մենք պետք է հասկանանք, քանի կա ՌԺԴ, մենք խաղաղության խաչմերուկ չենք ունենա, դա իմ անձնական համոզմունքն է, հաշվի առնելով այս իրողությունները։ Բայց տեսեք, ուրեմն ստացվում է հետևյալ պատկերը։ Մենք մի շարք հարցերում էլի ուշանում ենք։ Մենք ուշանում ենք ապաշրջափակմանը պատրաստվելու գործում, հա, ինչպես դուք եք ասում։ Մենք ուշանում ենք ատոմակայանի շինարարության հետ կապված։ Դա էլ ենք ուշանում։ Մենք լավ վերջին ամենածիծաղելի երևի կամ ողբերգական բան ասում, մենք ուշացանք Աջափնյակի մետրոյի շինարարության հարցում անգամ։ Հետո էլ դրեցինք ու բյուջետային հատկացումները կդրեցինք, ասացինք տրոլեյբուսն ավելի ճիշտ է։ Եվ այլն։ Այսինքն մենք, գիտեք ինչ, ժամանակն է մեր պետությունը, պետական մեքենան ինքնին, հա, անկախ նրանից ով է ղեկավարում, ով չի ղեկավարում, ի վերջո մի մակարդակ բարձրանանք եւ մի քիչ ավելի երկարաժամկետ սկսենք մտածել, երկարաժամկետ պլանավորել եւ այդ պլանավորվածը երկարաժամկետ իրականացնելու կարողություններ կումուլացնել եւ դրսեւորել։ Ի վերջո ժամանակն է, պետությունը լինում է այդպիսին։ Իսկ մտավախություն չունեք, որ 2026 թվականը, որ մի քանի օրից է սկսելու ու միանգամից մտնելու է ընտրական տրամաբանության մեջ, ինքը այսպես դառնալու է հավելյալ արգելակ, որովհետև պետական կառավարումը որպես կանոն մեր մոտ նախընտրական շրջանում դանդաղում է։ Հակառակը, որովհետև պետական մեքենայում ընդունված որոշումները միտված ապագային օբյեկտիվորեն, հա, կարող են շատ լավ նախընտրական ակտիվ որպես ֆունկցիա ձեռք բերել։ Որ ասում, տեսեք, մենք ինչ արեցինք, հենց նոր արեցինք։ Օրինակ։ Դե բնական է, եթե ոչինչ չես անում, ամեն ինչն էլ խոչընդոտ է։ Այն հարթ տեղն էլ մարդը կարող է սայթակել, ընկնել եւ տրավմա ստանալ։ Չնայած խնդիր չկա։ Եվ հակառակը, ասենց ինչ-որ արգելքներ հաղթահարելով գնա հասնի իր նպատակին, ոչ մի վնասվածք չստանալու։ Հիմա տրավմաներից որ խոսեցինք, խոսենք ընտրությունների
մասին, տեսեք, իշխանությունը հայտարարեց, որ քաղաքացիական պայմանագիրը ընտրություններին մասնակցելու միայնակ։ Անդիմադիր թևից ով կմիանա, կմիավորվի, չի միավորվի, իրենք իրենց ձևերով կորոշեն, իհարկե ժամանակի ընթացքում, բայց ենթադրում եմ այնտեղ էլ որոշակի կոալիցիաներ կստեղծվեն, ընդ որում այդ կոալիցիաները կլինեն, այսպես մի մասը ենթադրում եմ, ավելի ընդգծված պրոռուսական գծի ներկայացուցիչները կլինեն մի խմբում, մյուս խմբում կներառի մարդկանց, որոնք թվում է թե այնքան էլ պրոռուսական չեն, բայց իրականում պրոռուսական են, այսինքն այդ պրոել չէ, հենց լավ ռուսական էլի, որովհետեւ դե գնահատականները ձերն են, բայց ենթադրում եմ, որ դա ռուսերեն բառով դա կլինի обманка, այսինքն եթե նրան չես ընտրում, նրան ընտրես, եւ այլն։ Ու մեր մոտ այդ դիսկուրսը անընդհատ գնում է, որ արևմտամետ ուժերը, իրական արևմտամետ ուժերը, ոչ թե այն ուժերը, որոնք, ասենք, Եվրամիության լոգոն օգտագործում են բոլորովին այլ նպատակներով, չի ստացվում իրենց մոտ միավորվել նույն գաղափարական գծի վրա նստելը եւ մարդկանց խելամտորեն բացատրել, թե ինչ են իրենք ուզում։ Տեղի կունենա 26 թվականին դա ասես թե չէ։ Տեսեք, ոչ միավորվելն է ինքնանպատակ, ոչ էլ չմիավորվելն է ինքնանպատակ։ Դա մեկ։ Երկրորդ արձանագրումը, հա։ Մեզ համար գոնե աքսիոմատիկ է, որ միացյալ ուժերով գնալ ընտրությունների շատ ավելի շահեկան կլինի։ Սակայն այդ միավորումը կարող է լինել, ասենք, արժեքների եւ գաղափարների շուրջ, հա, ոչ թե ասենք մենք ընկեր ենք կամ ուրիշի հետ էլ ընկեր չենք։ Դե հաշվի առնելով այս ամենն էլ կյանքը դեռ ցույց կտա, մենք միավորված կգնանք, թե ոչ։ Այս պահի դրությամբ մենք սրանից ավելի կոնկրետ որոշում չունենք, այս պահի դրությամբ։ Իսկ մենք պատրաստվում ենք ներողություն, նաև ասում եմ, որ լուրջ խոչընդոտ է նաև այն ընտրական շեմը, որ դաշինքների համար սահմանված է։ Դա էլ կա, որովհետև հարց է առաջանում իմաստ ունի, ասենք, նման ռիսկ վերցնել։ Համենայն դեպս, այսպես ասեմ, մենք պատրաստ ենք միավորման մասին խոսելու եւ պատրաստվում ենք միայնակ գնալու։ Եվ որը կստացվի, կապրենք կտեսնենք։ Իսկ այս ընթացքում մեր կուսակցությունը եւս այսպես նախապատրաստական աշխատանքներ է արել, ոչ նախընտրական, էլի, հա, այլ նախապատրաստական, մենք town hall ֆորմատով հանդիպումներ ենք ունեցել շուրջ 20-ից ավել Հայաստանի քաղաքներում, մարզերում։ Հանդիպել ենք մարդկանց հետ, ընդ որում հանդիպել ենք ոչ թե որ մենք խոսենք, այլ մենք ասում ենք մենք եկել ենք որ դուք խոսեք։ Մենք եկել ենք տեղում հասկանանք ինչա, մեր պատկերացումները գուցե տեսական բնույթ են, դուք եք ստեղ ապրում։ Մեզ պետք է բացատրեք, ցույց տաք, առաջարկեք եւ այլն։ Սա շատ օգտակար ֆորմատ էր, ես կարծում եմ, որ հայաստանյան քաղաքական կուլտուրայի տար պետք է սա դառնա, սա շատ օգտակար է, որտեղ մարդիկ այսօր ունեն չլսված լինելու խնդիր, լրջագույն խնդիր։ Եվ դրանք էլ ի հայտ են բերում եւս մի ցավալի ճշմարտություն, որ ստեվական կոնֆլիկտը բթացնում է պետական համակարգը։ Բոլոր հարցերը, որոնք չէին վերաբերվում պատերազմին, համարվում են երկրորդական, ասում են մինչև լավ օրերը, արդյունքում մենք տեսնում ենք իրավիճակ, երբ մենք ունենք ուղղակի մի ահռելի կույտ չլուծված հարցերի։ Մեր ջրային ռեսուրսների կառավարումը քարանձավային մակարդակի է, հողերի կեսից ավելը չի մշակվում, չկա ռազմավարություն ոչ մեկի հետ կապված, ոչ մյուսի հետ կապված, հիմա ջրային կոմիտեում նոր նշանակում է արված եւ նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ ամենն ունենալու համար։ Պարոն Ղալամքարյանը մանրամասն խոսում։ Եվ սա շատ կարևոր բան է Հայաստանի համար, շատ կարևոր։ Մենք հիմա արդեն ժամանակ ու հնարավորություն ենք ստացել նման բաներից խոսելու, այլ ոչ թե ով ասեց շանվորդի եւ ով պատասխանեց կամ չպատասխանեց, հա։
այդ քաղաքական բամփասանքի ժանրից դուրս գանք, խոսենք մեր պետության իրական խնդիրներից, դրանց լուծումներից եւ նաեւ սոցիալական պատվեր ձևակերպենք եւ ձևավորենք նաեւ լրատվամիջոցների օգնությամբ, հա, այս օրակարգերը իրականություն դարձնելու։ Հեսա կգանք կօգնենք։ Լավ, խոսք լրատվամիջոցների մասեր։ Տեսեք, քանի որ այդ խոսակցություն գնաց, այսինքն խոսում ենք ընտրությունների մասին, Եվրամիությունը հայտարարեց, որ օժանդակություն ցույց կտա մոտավորապես 15 միլիոն եվրոյի կարգի Հայաստանին հիբրիդային արձակումներին դիմակայելու եւ դիմակայունությունը բարձրացնելու համար։ Դուք մի հետաքրքիր խոսույթ մտավ դաշտի մի մասի մոտ, քաղաքական դաշտի, այ Եվրամիությունը փող ա տվել, որ կեղծեն ընտրությունները։ Ես չգիտեմ իհարկե 15 միլիոն դոլարով կամ եվրոյով ինչպես է հնարավոր Հայաստանը։ Ձորի կեղծել չի լինի։ Դե չգիտեմ։ Ես Պարոն Հովակիմյանին կհարցնեմ նոր։ Խնդիրը հետեւյալն է. պետությունն ընտրություն չի կեղծելու։ Կառավարությունն ընտրություն չի կեղծելու, ինչպես չի կեղծել այս ընթացքում։ Երկրորդը, պետությունը խնդիր է ֆիքսել, որ մեր դեմ տարվում է հիբրիդային պատերազմ։ Ֆիքսել է այն, որ մեր կարողությունները չեն բավարարում այդ հիբրիդային պատերազմին դիմագրավելու համար։ Եվ մեր կարողությունները մեծացնելու համար, այո, դիմել է Եվրամիությանը, որպեսզի մենք այնինչ չէինք կարողանում, կարողանանք։ Այս սրա մասին է խոսքը։ Հիմա ոմանք դա համարում են միջամտություն, ոչ, սա օժանդակություն է, այդ միջամտությունը թույլ չտալու համար։ Եվ երկրորդը, մենք խոսում ենք այս թեմայով եւ զուգահեռ տանում Մոլդովայի հետ ի վերջո այո կայակալացնել խոսում էր այնպիսի սպառնալիքների մասին, ինչպիսին էին Մոլդովայում։ Տրամաբանականն այն է, որ այո, եթե այնպիսին են, ինչպիսին Մոլդովայում, ապա դրանց դիմագրավումը պահանջելու է մոտավորապես կամ սկզբունքորեն նույն քայլերը, ինչ որ եղավ Մոլդովայում։ Այո, մենք այս օժանդակությունը խնդրում ենք, որպեսզի ասենք թե հեղափոխական դաշնակցություն կոչված կուսակցությունը Հայաստանի քաղաքականության մեջ այլևս չլինի։ Այո, Ռոբերտ Քոչարյանը չլինի քաղաքական գործոն Հայաստանում։ Այո, Սերժ Սարգսյանը չլինի քաղաքական գործոն Հայաստանում։ Ռուսաստանից օլիգարխներ չլինեն։ Նրանց այսպես ասենք բնից դուրս եկած տարբեր նախկին եւ ոչ նախկին երիտասարդներ չլինեն չափականեն Հայաստանի քաղաքականությունը ուրիշ պետության շահերից ելնելու։ Այո, դա արվում է հենց դրա համար։ Հարցեր եթե ունեն, թող գնան Լուբյանկային մի հատ մանր ձեռագրով բողոքի նամակ գրել։ Հարցեր ունեցողներին խնդրում եմ հարցերը ձևակերպել մանր ձեռագրով տալ մեր YouTube-յան էջի։ Էջում ուսամ պարոն Մերաբյանը կպատասխանի, բայց խնդրում եմ դա անել ոչ անոնիմ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։